Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե անկախ նյարդայնացնող իրավիճակներից առավոտից ձեզ մաղթում ենք միմիայն ջերմություն, լավ տրամադրություն եւ իհարկե ժպիտ։ Միթե սա մենք ենք։ Լսիր, հա 15 րոպե առաջ դուք մեզ պիտի տեսնեք։ Բա 30 րոպե առաջ խցանմաններ։ Այսօր արկածներով ենք սկսել մեր օրը, բայց ընթացս կպատմենք քիչ-քիչ դոզավորված։ Մենք ասելով Լուսինե Մուրադյան Եվ Տիգրան Հարությունյան, ասում ենք բարի լույս, ապրիլի 22-ն է, օրը չորեքշաբթի եւ մենք բնականաբար պայծառ լավ տրամադրությամբ սկսում ենք ուղիղ եթերը։ Գնացինք։ Դու կարծել աղջիկ ամենից սիրում Քեզ երկում եմ սեր, դու ես իմ սրտում Տես երկինքը մեզ շպտում է կարծես Ինչ անեմ ասա, ես սիրում եմ քեզ Կոնն է ամեն ինչ, աշխարհը սիրում Քեզ իմ սերն ու կյանքն եմ նվիրում Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շատ տանկեր է մի Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ, որը կյանք է ու շատ թանկ է մի Երբ կողքիս ես դու Էլ չկա ոչինչ Աշխարհ է կարծես աչքերը քո ջինջ Ժպիտը տանուշ երեսը պայծառ Ու չհասկացա ոնց հոգիս մտա Կսիրեմ անվերջ դու ինձ հավատա Իմ կարծերս ոնց ես քեզ կտա Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շատ տանք է մի Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շատ տանք է մի Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շատ տանք է մի Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շատ տանք է մի Որը կյանք է ու շատ տանք է մի Որը կյանք է ու շատ տանք է մի Սուրճ ու սեր առավոտից։ 9:34 կրկին ասում ենք բարի լույս բոլորին։ Երջանիկ ենք երջանիկ լա Հիմա կլսենք ասել լա լա ինչի վրա է երջանիկ։ Որ լույս է բացվել եւ այդ լույսը ես տեսել եմ անկախ խանգարող եւ նյարդայնացնող որոշակի հանգամանքներից, բայց մենք անպայման կանդրադառնանք այդ հանգամանքներին, որովհետեւ դրանք վերաբերում են մեզանից յուրաքանչյուրին եւ յուրաքանչյուրս կարող ենք առնչվել այդ խնդիրներին ու առնչվում ենք ամեն օր, Եթե վարում ես մեքենա։ որևէ մեկս որևէ կտրուկ գործողություններ չենք իրականացնում կամ չենք մտածում, որ այդ փոփոխությունը պետք է սկսի հենց մեզնից, Ինչևէ, ամեն ինչ տեղում է սուրճով լի գավաթները, քաղցրը կա, լայվը կա։ Այո կա, ողջույններն էլ կան, Ժաննա Գալստյանն է ասում բարի լույս ձեզ լավ օր եմ մաղթում, Արտակ Մխիթարյանը ողջունում է բոլորիս։ Ունենք նաև live armradio.am-ում, դա ասենք։ Այո, մուտք գործեք մեր տուն։ Ունենք հեռախոս 553702 ուղիղ եթերի հեռախոսահամարն է։ Ես ուզում եմ մեկ հարց ուղղել մեր ռադիո լսողներին, սա սպոնտան եկավ։ Ինչն է ձեզ ամենից շատ նյարդայնացնում առօրյայում։ Մի քիչ հումորով, բայց մոտենալ։ Առավոտյան թե ընդհանրապես։ Ինչ ոնց ես ուզում։ Այդ էլ դու ասա։ Դե գուցե առավոտյան։ Արի առավոտյան։ Ինչն է ամենից շատ ձեզ առավոտյան նյարդայնացնում, սպասում եք ձեր զանգերին, ձեր նամակներին, ձեր արձագանքներին, դե ձեզ տեսնեմ։ Մի քիչ սարկաստիկ հումորը չէր խանգարի իմիջայլոց, մի բոլ կծիծաղենք միասին։ Մենք էլ կասենք, մենք էլ կպատասխանենք այդ հարցին, բայց ավելի ուշ։ Ապրիլի 22-ն է, օրը չորեքշաբթի, եւ անդրադառնում ենք անհրաժեշտ տեղեկատվությանը, սկսում ենք եղանակից
այս պահին մայրաքաղաք Երևանում 9 աստիճան տաքություն է։ 9 աստիճանը բավականին լավ է, հաշվի առնելով, որ օրվա ընթացքում այն բարձրանալու է մինչև 17 կարծեմ, ճիշտ եմ։ Այո, ճիշտ է, 16-17 մոտավորապես, ընդ որում առանց տեղումների եղանակ է սպասում եւ Երևանում, եւ Հանրապետության տարածքում։ Ներեցեք, հոգուս ճիճը չկարողացա զսպել եւ այդպես ցնցումների մեջ էի որ։ Նաեւ Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ցերեկային ժամերին 4-ից 6 աստիճանով այսօր եւ վաղը։ Շատ լավ։ Գիշերային ժամերին էլ կլինի բարձրացում։ Հուսամ իջեցումներ չեն սպասվում։ Չէ, վայրեջքներ չունենք։ Պարվի ցլերը ավարտվեցին։ Ուլերը։ Ցլերը։ Այս տարի ուլերը ցլեր էին դարձել, այնքան ուժգին էր այդ ընթացքը։ Ինչևէ, տեղափոխվենք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներ եւ փորձենք հասկանալ ինչ վիճակում են դրանք, ասեմ, որ հիմնականում անցանելի են, բայց շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Սարավան Զանգեր ավտոճանապարհը դժվար անցանելի է կցորդով բեռնատարների համար։ Իսկ ինչ վերաբերում է Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղափոխվենք մայրաքաղաքի փողոցներ եւ այսօր 7 բալ խցարման փոխարեն 8 բալ է այսպես։ 8 է, փաստոր 8 բալ է, 8 բալ է, իմիջիալուց ես կարծում եմ նույնիսկ 9 բալ է, որովհետեւ հաշվի առնելով թե ինչպես ենք հասել հանրային ռադիո, ես կարծում եմ որ այսօր մի տեսակ մի բան այն չէ։ Ունենք իհարկե վթարներ, ահա, որոնց մեկին էլ մենք առնչվեցինք, այո։ Դե այդ վթարը կարծեմ, ահա, խնդրեմ, Արշակունյաց պողոտայի վրա է վթարը, Կոմիտաս այգու հարևանությամբ, Կոմիտաս պուրակի հարևանությամբ է մի վթարը, եւս մեկ վթար էլ նշмарեցի, ահա, ես հիմա կմետացնեմ քարտեզը եւ հասկանանք, ահա, խնդրեմ, Երազ այգու մոտ է հաջորդ վթարն էլ, բայց աջ կողմում է 2 վթար միանգամից Թբիլիսյան խճուղու վրա։ Այսպիսին է իրավիճակը, ես մենակ մի բան չհասկացա այսօր։ Ինչպես կարելի է անել շրջադարձ արգելված գոտում, հա, հոցգիծը ուրեմն խախտել եւ բարեկի աչքի առաջ։ Ներկայությամբ։ Իմիջիալոց խնդրանք բարեկներին, խնդրանք հորդոր կարող եմ ասել, երբ դուք որոշում եք, որ պիտի կարգավորեք փողոցները, որպեսզի խցանումները թեթևանան, այնպես արեք, որ հավասարաչափ տեղի ունենային այդ կարգավորումները եւ օրինակ մեկ ուղղությունը 3 կանաչ լույս բաց չթողնի։ Զուտ, ուղակի։ Հիշեք, որ մարդիկ աշխատանքի են գնում։ Շտապում են եթերի, աշխատանքի, սա մեկ։ Երկրորդը դիմենք այն վարորդներին, որոնք շարունակում են խցկվել առանց հաշվի առնելու, որ գուցե կարող են ավտովթարի պատճառ դառնալ։ Իդեպ այսօր մենք մեկ ավտովթար տեսանք եւ հենց դրա արդյունքեր միմյանց չէին զիջել։ Օրբելի Բաղրամյան Խաչմերուկի մոտ էր, այո, հենց չզիջելու պատճառով դարձել էր վթար։ Եվս մեկ վթար ես հայտնաբերեցի այսպես Մոնտեմելկոնյան փողոցի վրա դեպի կենտրոնական ավտոկայան իջնող հատվածում աջ կողմում ունենք եւս մեկ վթար։ Շատ են վթարները այս պայմանությամբ, դե 8 բալ է նկատի ունեցեք։ 8 բալ է, այո, եւ երբ դուք տեսնում եք, որ դիմացի մեքենան ձեզ տեղ չի տալիս եւ նա իրավունք ունի ձեզ տեղ չտա, համենայն դեպս այդպես մի մտեք մունատ մի եկեք։ Բացի դրանից մի մտեք, եթե ձեզ տեղ չեն տվել, էլի, հասկացանք ձեր համարները երեքնիշ իրար նման են։ Իդեպ անգիր հիշում եմ այդ համարը, բայց եթերում չասեմ։ Չէ, եթերում չասենք, մեր այս ամենը բնականաբար հուսանք մեզ այսպես լսում են բազմաթիվ վարորդներ եւ դա այդպես է։ Հենց այդ վարորդը լսում է։ Գուցե եւ լսում են մեքենա էր, մատվորում մեծ մեքենա էր։ Այո, պետք չի բղավել մարդկանց վրա, երբ դուք սխալ եք եւ պետք չի այդուհանդերձ շարունակել խցկվել։ Դե հասկանում եմ իհարկե, որ այդպես եք ամբողջ կյանքում ապրել, սովոր եք երևի, ու ձեզ համար դա է նորմալ, բայց կրթությունը լավ բան է։ Դաստիարակությունը լավ բան է։ Մեր այսպես բարոյախտական ծառի համար, ինչպես ասում են Աբել Պակասյաններով եղեք, բայց սա է մեր իրավիճակը, իրականությունը, այն ինչ մենք տեսնում ենք ամեն օր։ Բայց եթե չխոսենք իրավիճակը չի փոխվի, Տիգրան ջան, ամեն օր պիտի խոսենք, որ մարդիկ սկսեն ուշադրություն դարձնել։ Ինչը չենք կարող ասել օրինակ օդային տարածքների մասին, այնտեղ խանգարող հանգամանք միայն կարող է եղանակը լինել, մնացյալը ամեն ինչ իր ժամանակին է։ Եթե դիտում ենք ժամանումների սանդղակը, ապա տեսնում ենք, որ մենք ունենք 3-4
4 վաղաժամ վայրեջք, Դուբայի 2 թռիչքները 11:25-ի փոխարեն ժամը 10:01-ին են վայրեջք կատարելու Հայաստանի Հանրապետություն, Հռոմի օդանավը կրկին վաղաժամ է վայրեջք կատարելու 12:10-ի փոխարեն Հայաստան կժամանի 11:49-ին եւ Մոսկվայի չվերթը, որը պետք է վայրեջք կատարեր Հայաստան 12:55-ին, վայրեջք է կատարելու 12:26-ին, մնացյալ վայրեջքները տեղի կունենան ժամանակին։ Մեկնումների սանդղակում մենք կարծես տեսնում չկա ենք ամեն ինչ փոփոխություն։ կարգին է, վարքյան առ վարքյան աշխատում են։ Աշխատում են, մենք էլ ենք շարունակում աշխատել եւ այս պահին ներկայացնենք նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած օրվա փոխարժեքները։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 372 դրամ է, 1 եվրոն 438, ռուսական 1 ռուբլու օրվա փոխարժեքը 409 դրամ է, վրացական լարին 138, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 101 դրամ է եւ իրանական ռեալը 0.028 է, կայուն շարունակում է չի փոխվում, պահպանել այո։ իր դիրքերը։ Դե ինչ, արդեն նաև տեղեկացրեցինք կարևոր տեղեկությունները տանից դուրս գալուց առաջ, որ ձեզ պետք են գալու խցանումներից խուսափեք հարգելի ռադիոլսողներ, եթե այդուհանդերձ չի ստացվել խուսափել խցանումներից, իհարկե մենք ձեզ օգնական Ռամը ձեզ օգնական Ռադիոն ձեզ 100-ամյա ռադիոն ձեզ օգնական միացնում եք FM 107 եւ 7 հաճախականությամբ, եթե մայրաքաղաքում եք, մարզերում գիտեք հաճախականությունները փոխվում են եւ գիտեք, որ մեզ լսում են ամբողջ Հայաստանում եւ իհարկե Հայաստանի սահմաններից դուրս բոլորիդ ասում ենք բարի լույս։ Otro trago se acaba, no son ni las 12. Alguien nuevo en mi cama, pero no me conoce tan bien como tú. Y yo sigo buscándote en todas partes. La verdad es que el corazón se me parte. Cuando pierdo el tiempo por ahí con alguien más. But I know it's not you, not you, not you. Estoy con alguien, but I know it's not you. Not you, not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know. Pensando en tu cara, tu pelo, te juro la paso mal. Con él hay fiesta, pero contigo tú eres un carnaval. No me lo hace mal, no me lo hace, pero he's not you, you. Como tú. Y yo sigo buscándote en todas partes. La verdad es que el corazón se me parte cuando pierdo el tiempo por ahí con alguien más. But I know it's not you, not you, not you. Estoy con alguien, but I know it's not you, not you, not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know it's not you. Estoy con alguien, but I know. Սուրճ ու սեր առավոտից։ Միանշանակ սուրճ ու սեր առավոտից եւ այն էլ հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվ իհարկե լավ տրամադրություն, անկախ ամեն ինչից հիշեցնում ենք հարգելի ռադիոլսողներ այսօրվա մեր հարցը, ինչն է ամեն ինչ շատ ձեզնի արդայնացնում առավոտյան, սպասում ենք նամակներին գրեք եւ իհարկե սպասում ենք ձեր արձագանքներին 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարի միջոցով դուք կհայտնվեք հանրայինի ուղիղ եթերում։ Դե իսկ հիմա ժամանակն է բացելու Գնացինք։ օրվա նորացույցը, հիշեցնենք ապրիլի 22-ն է, օրը չորեքշաբթի եւ 9:44 րոպե, դա էլ ասենք, եթե հիմա Մեծ ժամացույց նոր չունեք միացան, ձեր այո, բայց այդպիսի մարդ կա, որ ժամացույց չունի, հեռախոսները կան, բայց այդուհանդերձ գուցե ձերը սխալ է ցույց տալիս։ Միգուցե։ Դե լավ, գնացինք առաջ, փորձենք հասկանալ, թե ինչ տոներ կան առհասարակ ամբողջ աշխարհում այսօր մեզ մոտ եւ ինչով է նշանավորվել օրը, ովքեր են ծնվել պատմության մեջ այսօրը։ Երկիր մոլորակի օրն է։ Ուրա, 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 ուրա։ Այդպես էլի։ Շարունակեք աղտոտել այն
փչացնել։ Շարունակեք, վնաստալ։ այո, մարդկային գործոնն է միշտ մեղավոր, ցանկացած բնությանը, երբ մենք վնաս ենք տալիս, Մարդն է բնությունը մեզ մեղավորը, պատասխանում է։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ առհասարակ առաջնորդվենք մեկ սկզբունքով, պատասխանատվության զգացում ունենանք ցանկացած իրավիճակում, ցանկացած արարքի համար, երբ կունենանք այդ պատասխանատվության զգացումը, երբևէ այլ խնդիրներ չեն տեղի ունենա, ագահությունն է լավ բան չի, մոլորակը մի փչացրեք մի Դուք խոսքով։ ցանկաներ ունենալ քարտուղար անձնական։ Չէ, Ինչու՞։ այսինքն դե գիտես ոնց, երբ այսպես ասեմ, պահանջից է կախված, հիմա դրա կարիքը չկա, բայց երբ օրինակ ես դառնամ խոշոր ընկերության բիզնես լեդի պետք է եւ ունենաս։ այլն, պետք է ունենամ, բնականաբար դա նորմալ է։ Այսօր նրանց օրն է։ Այսօր քարտուղարի միջազգային օրն է, Ահա։ իդեպ տոնը նշում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1952-ից այնտեղից է սկիզբ արել այդ պատմությունը եւ հասցրում պաշտոնապես, հա, կարելի ասել այսօր ադմինիստրատիվ աշխատողների պրոֆեսիոնալ օրն է, հատկապես քարտուղարների օրը։ Ես առաջարկում եմ մենք առանձնահատուկ նաև ողջունենք հանրային ռադիոյի ադմինիստրատիվ աշխատակիցներին տոնի առիթով all staff մի խոսքով շնորհավորում ենք, իմացեք, որ այսօր ձեր տոնն է եւ պիտի սպասեք բազմաթիվ շնորհավորանքների։ Այո, ադմինիստրատիվ շաբաթ են նշում նաև արտերկրում, կարելի ասել, Իսկ ինչով է պայմանը, ինչ են անում, էլի ինչ նշում են, երևի նվերներ են տալիս իրար։ կամ ավելի շատ են աշխատում։ Միգուցե։ Մի խոսքով վարչական աշխատողների միջազգային օրն է այսօր։ Գնանք առաջ։ Գնանք։ Ախտազերծության համաշխարհային շաբաթն է։ Ես կարծում եմ սա եւս կարևոր է։ Եվ տես մոլորակի հետ է կապված, հաջորդն էլ խնդրեմ։ Զբոսայգիների Շքերթ։ շքերթ։ Դա չգիտենք ինչով են պայմանավորված շքերթները, բայց թող շատ լինեն զբոսայգիները, դրանք իհարկե ապահովում են մաքուրոտ։ Տեսնենք ինչ կա նահանգների ազգային օրացույցում, որ ինչպես միշտ մեզ զարմացնում է ինչ որտեղ նաև եւ ժպիտ պարգևում։ Այստեղ Օկլահոմայի օրն է Միացյալ Նահանգներում։ Իրենք էլ ունեն, սկաուտների առաջնորդ աղջիկների ազգային օր են նշում նահանգներում, մենք էլ ունենք, չէ՞, սկաուտների օր բնականաբար։ Միացյալ Նահանգներում նաև այսօր Աստծուն են ապավինում, որովհետև Աստծուն ապավինելու օրն է, բայց ես կարծում եմ, որ յուրաքանչյուր օր մենք պիտի դա անենք, բայց շատ լավ է, որ առանձնացված է նաև նման օր։ Գտանք հետարքիր օր, քաղցրադոնդող կոնֆետների ազգային օր։ Դոնդող։ Բայց քաղցրադոնդող։ Դա չգիտեմ, քաղցր չի։ Բայց միայն քաղցր չի լինում։ Հետ էի ուզում ասեի, աղի չի լինում դոնդողը։ Դե հիմա հատուկ քաղցրադոնդողի մասին է խոսքը։ Շարժական գրադարանների ազգային օրն է Միացյալ Ված չի։ Նահանգներում։ Շատ լավ է, պատկերացնում ես շարժական գրադարաններ, ինչ լավ գաղափար է, ուղղակի ուզում եմ հասկանալ ինչ սկզբունքով են տանում բերում այդ գրքերը։ Բրազիլիայում նշում են Բրազիլիայի հայտնագործման օրը, Իսլանդիայում նշում են ամռան առաջին օրը։ Գուցե Իսլանդիան ուզում եմ հասկանալ Հյուսիսային հատված։ Ամեն ճիշտ է։ ուզում եմ հասկանամ այնտեղ երկրներ կան, Ամառաշոտ է որտեղ գալիս, ծմեր չէ։ չկա եւ 3 տարվա 3 ամիսներն Չէ, հակառակը, Իսլանդիան հակառակն է, այո, ուզում եմ Իսպանիայում նշում են Իզաբելա Թագուհու օրը եւ Ռուսաստանում էլ կան հետարքիր տոներ։ ծրագրավորողի ոչ պաշտոնական օրն է, բայց շնորհավոր ծրագրավորողներ։ Դստրերի օրը, խարդախների տոնը Ռուսաստանում նշում են։ Ոնց խարդախները տոն ունեն։ Պատկերացնում եք։ Բավարար չի, որ նրանք խարդախություն ունենան, մի հատ էլ տոն ունեն, ինչ ամոթ։ Հաջորդ տոնն էլ հետաքրքիր։ Ասա։ Գարնանային բրուդերշաֆտների օր։ Իսկ բրուդերշաֆտները պարտադիր գարնանային են, իմ գիտեմ ինչի մասն է խոսքը, ինչու գարնանային են, այդ է Դե երևի աշնանային էլ կա, մեկ չգիտեմ։ Արի սուրճը այդպես խմել։ Բրուդերշաֆտ, ես ամփր երկի ժամանակ։ Բայց շատ է սուրճը։ Վրաստանում էլ նշում են սահմանապահ ավիացիայի օրը։ Ահա, ինչ դեպքեր են եւ իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ այսօրը մենք կփորձենք հասկանալ 2001 թվականի հենց այսօրն է տեղի ունեցել ռեժիսոր Էնդրյու Ադամսոնի եւ Վիկի Ջենսոնի Shrek մուլտֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին հնչյունավորում են Մայք Մայերսը, Էդի Մերֆին, Քեմերոն Դիասը եւ շատ այլ դերասաններ, բայց Shrek-ը իր տարօրինակ կերպարանքով գրավել է շատ-շատերի սրտերը եւ հենց այսօրն է տեղի ունեցել պրեմիերան։ Գնանք փնտրենք եւ հասկանանք ինչեր է կատարվում։ 1864-ին Միացյալ Նահանգներում ընդունվում է օրենք, ըստ որի այսուհետ բոլոր դրամների վրա պետք է գրվի In God We Trust? In God We Trust գրությունը։ Դա եղել է 1864-ին։ 1500 թվականի հենց այսօրն է պորտուգալացի նավագնաց Պեդրո Ալվարիշ Կաբրալը ոտք դրել Բրազիլիա։
Եթե ուզում եք իմանալ ովքեր են ծնվել հայտնի մարդկանցից այսօր, ապրիլի 22-ին շարունակեք լսել մեզ, մի փոխեք ալիքը, մենք շարունակում ենք։ Station with the best music. Միայն լավագույն հիթերը եւ հատուկ ընտրանի միայն առավոտյան հենց ձեզ համար։ Այո, հարգելի ռադիոլսողներ, հիմա կփորձենք միասին հասկանալ, թե ովքեր են ծնվել պատմության մեջ հենց այսօրը, բայց ուզում եմ ես առանձնահատուկ շնորհավորել մեր ռադիոլսող Մարգար Մարգարյանին ու իր տիկնոջը, որովհետև գրել է իմ սիրելի հաղորդավարներ, իսկ մեր տանը նշում ենք իմ սիրելի կնոջ ու իմ ծննդյան օրերը։ Ինչ լավ է։ Հա, մարդուկին մի օրն են ծախսը միտեղ։ Դա հասկանում, բայց ծախսը միտեղ։ Պատկերացրու իրանց ընկերները իրար հետ չունենան ու ստիպված իրար հետ կան ծննդյան տարեդարձը ինչեր է անցնում։ Դե չէ, իսկ կարծում ընկերները ընդհանուր են եւ կնոջ եւ ամուսնու։ Դե միշտ չի որ այդպես է, բայց ինչև է, շատ հաճելի է, շնորհավորում ենք։ Արի տեսնենք ել ովքեր են ծնվել։ Մարգար Մարգարյան, հա ճիշտ նշում։ Այո, ճիշտ է, մեր մշտական ռադիոլսողն է։ Ել ովքեր են ծնվել այսօրը ապրիլի 22-ին։ Գնացինք 1987 թվականի հենց այսօրը ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ պաշտպան Դավիթ Լուիսը։ Կական է ծնվել այսօր բրազիլացի ֆուտբոլիստ 1982-ին նրա ծննդյան տարեդարձը։ Այս մի տարեդարձը ամենավերջում է թողնում։ 1974 թվականի այսօրը ծնվել է ամերիկահայ բաս գիտարահար, System of a Down-ի գիտարահար Շավո Օդաջյանը։ Այո։ Գնանք առաջ։ Ֆրանսուଆ Բերլեանն է ծնվել, հայկական ցակման ֆրանսիացի հայտնի դերասան, նրա ծննդյան տարեթիվն է 1952-ը։ Այսօր է ծնվել նաև իմ սիրելի եւ կարծում եմ շատերից սիրելի ու ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։ Դուք նրան շատ լավ ճանաչում եք, նա ստացել է 3 Օսկար եւ 7 ոսկե գլոբուս, ամենաշատ Օսկարի եւ ոսկե գլոբուսի ներկայացված դերասանն է։ Հայտնի ֆիլմերի շարքում են Կկվի բնի վրայով, Թռիչք կկվի բնի վրայով, Փայլ, Չինական թաղամաս, ավելի լավ չի լինում, մի խոսքով շատ լավ եք ճանաչում Ջեք Նիկոլսոնի մարմնավորած կերպարները, նա ծնվել է 1937 թվականի հենց այսօրը։ Ահա,
Եվս մեկ կարևոր անձնավորություն օրացույցից ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերն է ծնվել այսօր 1904 թվականին։ Այո, քայլող ատոմային ռումբեր էլ կան, կանանց տեսքով իհարկե, այնպես որ նրանց պետք չի զայրացնել։ Գնանք առաջ եւ տեղեկացնենք, որ 1899 թվականի հենց այսօրն է ծնվել ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը, որը նաեւ հայտնի է առաջին հերթին որպես Լոլիտա վեպի հեղինակ, իդեպ վեպը գրվել է 1955-ին, այն առաջադրվել է Նոբելյան մրցանակի, վեպը 18+ է, այնպես որ սա հաշվի առնենք, ամեն մեկը չվերցնի որոշի որ հեղափոխական գործիչ բոլշևիկ հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ ռուսական խորհրդային սոցիալիստական հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար Վլադիմիր Լենինն է։ տեսել ես նրան։ Ծնվել այսօր 1870 թվականին, բայց Իսկ գնացել ես, երբ Մոսկվայում ես եղել, գնացել ես դամբարան։ այո, Ես տեսել էլ, բայց ես հետո հասկացա, որ ես շատ իզուր եմ։ Ինչու՞։ 5 ժամ հերթ կանգնեցի։ Շատ Դե հետո տեսա մոմե արցանիկ։ Դե բա հիմա ինչ է։ Դե հա, բայց չգիտեմ, հասկանում ես այդքան հերթ կանգնել։ Մի խոսքով գնանք առաջ, իտալացի ջութակահար եւ կոմպոզիտոր Ջուզեպե Տորելին է ծնվել 1658 թվականի հենց այսօրը եւ Այո, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Էմանուիլ Կանտն է ծնվել այսօր 1724 թվականին։ եւ եւս մեկ հոբելար ունենք Այո, սիրով կարող ենք շնորհավորել սիրելի երգչուհի Կրիստինե Պեպելյանին 45 Միասա, կանանց թիվը չեն ասում, նա միշտ երիտասարդ է, միշտ թմայի չէ, Կրիստինե, եթե մեզ լսում ես օվկիանոսից այն կողմ ապակեշկեր ողջույններ, իսկ ովքեր էլ որ լսում են թող փոխանցեն, նրան մաղթում ենք, որ իր հմայքը միշտ այդքան վառ լինի։ Շնորհավորում ենք օրվա բոլոր հոբելարներին եւ լսում ենք Կրիստինե Պեպելյանին։
ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամ է, եթերում ռադիո լուրն է, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում մեկնարկող հավաքի ընթացքում քննարկելու են Հարավային Կովկասում տիրող կացությունը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մեզ համար հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը խիստ կարևոր է։ Քննարկելու ենք նաև այն նոր առաքելության հարցը, որ տեղակայվելու է Հայաստանում։ Քննարկվելու են ինչպես կարող ենք հետագայում եւս աշխատել Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների առումով, նշել է Կայա Կալասը։ Հայաստանը ողջունում է Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ժողովրդավարական դիմակայության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում ապատեղեկատվության, կիբերհարձակումների եւ ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին։ Առաքելությունը կտեղակայվի նախնական 2 տարի ժամկետով եւ իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով։ Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվել է Հայաստանի դիմումի հիման վրա մայիսի 5-ին կայանալիք Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթաժողովին ընդառաջ Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից։ Սոցիալական մեդիայում եւ զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Ռուբեն Վարդանյանի ուղերձը ուղղված մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Վարդանյանի նամակին, մեջբերում եմ։ Կարևոր ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ։ Հետևաբար մարդու իրավունքների պաշտպանի նշված կարգավիճակը ենթադրում է, որ վերջինս պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով, մարդու իրավունքների պաշտպանին վերապահված մանդատի շրջանակներում։ Ըստ այդմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները արձանագրելու գործընթացի վրա։ Մարդու իրավունքների պաշտպանը ուղերձում նաև տարակուսել է հետևյալ մտքից, այն որ զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ քննարկվել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Հիշեցնենք, Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը օրերս հանդիպել էր Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին 3 հարցեր ուղղել, արդյոք քննարկվում է Բաքու պաշտոնական այց, ինչպես է հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքները Ադրբեջանի օմբուդսմենի հետ եւ ինչ միջոցներ են ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Հայոց ցեղասպանության իրագործման ընթացքում թուրքական պետությունը ոչ միայն իրականացնում էր զանգվածային կոտորածներ, այլև ձևավորում էր ժխտման պետական քաղաքականություն, թալիաթը զբաղվում էր ոչ միայն հայերի բնաջնջմամբ, այլ դնում էր ժամանակակից Թուրքիայի ժխտման քաղաքականության հիմքերը։ Այս մասին 111-ամյա արդիականություն, հայոց ցեղասպանությունը եւ փոփոխվող տարածաշրջանը թեմայով մասնագիտական խորհրդաժողովում ելույթում ասել է թուրքագետ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։ Վերջինիս խոսքով նույն ժամանակահատվածում, երբ հայկական կողմը գտնում է ծայրահեղ ծանր պայմաններում ցեղասպանության տարիներին, առաջին հանրապետության գոյության ընթացքում եւ խորհրդային Հայաստանի սկզբնական փուլում հասարակությունը տարբեր միջոցներով փորձում էր պահպանել հիշողությունը։ Թուրքական կողմը հիշում է ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի չմոռանալը, հիշի հիշելու կարողությունը, ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Եվ վերջում մեկ լուր միջազգային լրահոսից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է երկարաձգելուն Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մնում է 1 օր։ Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ բանակցային շահեկան դիրքեր ունի եւ ի վիճակի է շատ լավ գործարք կնքել։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա
ժամանակում գործարք չկնքի։ Իսկ Իրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ Դիվանագետը նշել է, որ պատճառը ամերիկյան կողմի հակասական ուղերձներն են, պահվածքը եւ անընդունելի գործողությունները։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար, հետևեք իրադարձությունների զարգացմանը, Ռադիո Լուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Pay the toll to the angels, drawing circles in the clouds. Keep your mind on the distance when the devil turns around. Hold me in your heart tonight in the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last few words of your life. With a haunting dance, now you're both in a trance. It's time to cast your spell on the night. Abracadabra, amor una na. Abracadabra, orda ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Devil love tonight." Abracadabra, abracadabra. Feel under your feet, the floor's on fire. Abracadabra. Choose the road on the west side as the dust flies. Watch it burn. Don't waste time on a feeling. Use your passion. No return. Hold me in your heart tonight in the magic of the dark moonlight. Save me from this empty fight. In the game of life, like a poem said by a lady in red, you hear the last few words of your life. With a haunting dance, now you're both in a trance. It's time to cast your spell on the night. Abracadabra, amor una na. Abracadabra, orda ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Devil love tonight." Feel under your feet, the floor's on fire. Phantom of the dance, don't come to me. Sing for me your sin, full Abracadabra, amor una na. Abracadabra, orda ugaga. Abracadabra, abra una na. In her tongue she said, "Devil love tonight." Սուրճ ու սեր առավոտից։
10:10 րոպե կրկին ասում ենք բարի լույս բոլորին, ովքեր շարունակում են լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ։ Մաղթում լավ տրամադրություն եւ ոնց հասկանում ենք արձագանքից, ձեզ ոչինչ էլ չի նյարդայնացնում առավոտից, բայց այդպես լինում է։ Ինձ թվում է ոչ, մի տեսակ հեքիաթի ժանրից Բոլորը է, գոհ որ են փաստորեն։ ձեզ առավոտյան ոչինչ չի նյարդայնացնում։ Լուրջ, մեզ էլ կիսվեք, մեզ հետ կիսվեք, կդառնաք մեր անձնական քոուչը եւ կսովորեցնեք մեզ ինչպես անել, որ առավոտյան չնյարդայնանանք։ Կարծեմ հոկեբանները մեզ կօգնեն այսօր։ Եվ քոուչերը եւս։ Տաղավարում ուզում ենք ողջունել հոկեբան քոուչ Անի Սիմոնյանին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Նաև քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի ACC միջազգային որակավորված քոուչ էմոցիոնալ ինտելեկտի դասընթացավար Նատալիա Բաքարյանը եւս ասում ենք բարի լույս։ Լավ Այդ է։ ինչ էմոցիաներ եք դուք դասավանդում։ Ինտելեկտ էմոցիաներ։ Ժամանակակից աշխարհը փոխվում է եւ բերում է իր հետ նոր մասնագիտություններ, նոր պահանջներ, դրանք իհարկե գալիս են մարդու պահանջներից, երբ դրա կարիքը կա։ Եթե գնանք մի քիչ հետ, մի քիչ չէ, մի 10 տարի հետ գնանք, ապա մենք նույնիսկ այդ բառը չէինք լսել եւ չգիտենք, որ այդպիսի մասնագիտություն կարող է նաեւ լինել։ Որքան արդիական է այսօր քոուչի ներկայությունը մարդկանց կյանքում։ Նրանք ներխուժեցին պարզապես մեր հոկեբանի։ կյանք։ Այո, շատ լավ, ներխուժել են Հայաստան վերջերս, բայց Վերջապես եւ 4 տարի առաջ երբ բացվեց մեր ֆեդերացիան, բայց Միացյալ Նահանգներում, որտեղ քոուչինգի միջազգային ֆեդերացիան գործում է արդեն 30 տարի, դա նորություն չէ ընդհանրապես։ Այո, մեզ համար Ոնց որ ընտանեկան հոկեբաններ։ Այո, շատ տարիներ առաջ հոկեբաններին էլ դժվար էին, չէ՞, այցելում եւ այլն, իսկ հիմա եւ սպորտի մարզիչները, բայց այս դեպքում արդեն այո, հոգու մարզիչներ եք։ չէ։ Եկեք ասենք ում է մարզում քոուչը։ Նպատակների մարզում։ Ում է մարզում հոգու չէ, կարելի ասել մտքի, երբեմն քանի որ քոուչ մարզիչ է նշանակում, իսկ քոուչը աշխատում է մարդու մտածողությունը փոխելու ուղղությամբ, բայց ոչ թե անհրաժեշտության դեպքում։ Երբ որ մարդիկ ունեն, եթե կարիքը կա, շատ հաճախ քոուչինգը ավելի շատ հաջողության մասին է, քան օրինակ երբ դիմում են հոկեբանը կհավաստի, հենց այնպես հոկեբանի մոտ չենք գնում, չէ՞, որպես կանոն։ Հիմա չնայած որ շատ ինչ որ sense նորաձև է դարձել, բայց միևնույն է մարդը պիտի ինչ որ խնդրով գնա։ Իսկ քոուչի մոտ պարտադիր չի որ ինչ որ հոգեկան խնդիրներ մարդիկ ունենան, պարզապես պլանավորման նպատակներ դնելու, դրանց ավելի առավել արդյունավետ իրագործելու համար քայլանելու։ Շատերը, գիտեք, հարցը ինչ եմ ես ուզում, դարեր շարունակ եղել է, մնում է եւ կլինի, եւ դա տարիքից էլ է կախված։ Մի տարիքում ուրիշ բան ենք ուզում, հետո ուզում ենք մասնագիտություն փոխենք, հետո ուզում ենք երկիր փոխել, աշխատանք փոխել։ Այո, բայց Լավ, դե ասեք այդ դեպքում էմոցիոնալ ինտելեկտ ասելով ինչ նկատի ունեք։ Էմոցիոնալ ինտելեկտը Տիգրան EQ, emotional intelligence, IQ-ն գիտենք։ Իսկ IQ-ն գիտենք, բայց եկեք տեսնենք, որ IQ-ն աշխարհը չի փրկում, ինչքան զարգանում ենք, ինչքան վերև ենք թռնում, ինչքան ներքև ենք իջնում ու հետազոտում, միևնույն է մարդկությունը գնալով ավելի վատ վիճակում է հայտնվում, այնքան լավ։ որովհետև էմոցիաներին կառավարելու եւ վերահսկելու հմտությունը կարծես թե ծանր ժամանակների ընթացքում կորցնում ենք։ Եվ եթե էմոցիոնալ ինտելեկտը, որը բաղկացած է 4 հիմնասյուներից, եթե մենք այսպես անդրադառնանք էմոցիոնալ ինտելեկտին, ինքը առաջին հերթին մեր մասին իմանալու մասին է, երկրորդը մեր էմոցիաները կառավարելու մասին է, երրորդը դիմացինին հասկանալու մասին է, փորձել մեզ դնել ուրիշի, այսպես ասած, կոշիկների մեջ եւ հարաբերություններ, օրինակի վրա ես կարող եմ գալ ձեզ մոտ դասի եւ դուք փորձեք ինձ օգնել ինչպես ես կառավարեմ իմ էմոցիաները։ Հիմա տեսեք, մենք եկեք տարբերակ ենք, հա, քոուչին եւ էմոցիոնալ ինտելեկտի դասընթացավարին։ Էմոցիոնալ ինտելեկտի դասընթացի ժամանակ այո, որովհետեւ ավելի շատ կհմտանաք իմանալով որ հիմնասյուներն են կարեւոր, ձեզ մոտ որն է ավելի ուժեղ, որն է ավելի թույլ, ինչի վրա աշխատել, որովհետեւ շատ հաճախ մարդիկ, քանի որ ինքնաճանաչումից շատ թույլ են, հարաբերությունների կառավարման մեջ էլ շատ ցախողում են։ Երբ որ մի քիչ իրենց ավելի լավ են ճանաչում, գիտեն ինչպես իրենց կառավարել, շատ ավելի լավ է ստացվում։ Շուտով քոուչինգ շաբաթը լինելու համեցեք սեսիաների։ Այո։ Ինձ կօգնեք ճանաչեմ ինձ։
Լավ, tell me։ Այստեղ ինձ նաև շատ հետաքրքիր է մի բան։ Դու գիտես դու ով ես դու։ Իմ սրտի համար ես դու։ Լա մի խոսքով հոկեբան եւ քոուչ, հա, այստեղ որքան էլ տարբեր մասնագիտություններ են, բայց կարող ենք չէ ասել, որ երբ նաեւ մասնագիտությամբ հոկեբան ես, այս պարագայում շատ ավելի արդյունավետ եւ օգտակար է լինում եւ քոուչի աշխատանքը ավելի խորքային է տեղի ունենում։ Արդյոք այդպես է թե ոչ։ Այո, այդպես է Լուսինե, որովհետեւ քոուչինգը հենց եկել է հոկեբանությունից։ Հոկեբանության ճյուղ է քոուչինգը։ Ինչու նշեցի, որ համեցեք քոուչինգի շաբաթին, Նատալի, խնդրում եմ նշի մեր շաբաթվա մասին, գալիք շատ մեծ իրադարձություն է սպասվում Հայաստանում։ Այո, ամբողջ աշխարհում մայիս ամսին, սովորաբար կեսերին է լինում, այս տարի 11-ից 17-ը ամբողջ աշխարհով մեկ նշվում է քոուչինգի միջազգային շաբաթը, որի ընթացքում արվում է իրազեկում քոուչինգի մասին, ինչ է դա, ինչ պարագայում է օգնում, ովքեր են հաճախորդները, ինչպիսի հարցումներով են գալիս եւ անում են պրո բոնո սեսիաներ, որը նշանակում է անվճար, որպեսզի մարդիկ հասկանան դա ինչ է, անվճար եւ ամսի մայիսի 13-ին այգի բիզնես կենտրոնում մենք ունենք միջոցառում շատ հետաքրքիր, սկզբում ելույթներ քոուչերի կողմից, ծանոթացում եւ երկրորդ հատվածում հենց այդ գեղեցիկ վայրում մենք ունենալու ենք պրո բոնո սեսիաներ հաճախորդների համար։ Ես սպասում եմ, որ դու այդ օրը այնտեղ լինես, նայ, ֆիքսելու եմ, նկարելու եմ եւ տեղադրում։ Այո, ես միշտ պատրաստ եմ։ Դու գալիս ես։ Սերը կա այնտեղ։ Ահա, տեսնում ես, վերջ։ Այս բարակայում դուք ասացիք, որ մարդիկ ավելի լավ են սկսում իրենց ճանաչել, սովորում են մտածել, հասկանալ իրենց մտքերը, ինչ են ցանկանում, բայց մենք գիտենք, որ մարդկանց տեսակ կա, որ կոնկրետ սպառողական մարդ է, բացարձակ չի խորանում, պիտի մտածի, հույզերը կառավարի, չգիտեմ ինչ անի։ Այս բարակայում կարող ենք ասել, որ ինչը կարող է նրանց սթափեցնել, որպեսզի այդ սպառողական վիճակից դուրս գան եւ հայտնվեն արդեն մտածողական հարթության վրա։ Սպառողական ասելով ի նկատի ունեք, որ իրենց համար միևնույն է կարևորը գնա գործի գահատում, ճաշը լինի, հացը լինի օրվա, այս առնի, ուշք ու միտքը միայն եւ կոմունալները վճարեն։ Կոմունալները վճարեն։ Իսկ դրանից ավել կարծես թե չկան այդ նպատակները, հա։ Իսկ արդյոք պարտադիր է որ բոլոր մարդիկ լինեն ձգտող եւ շատ աշխատասեր, հաջողակ, կարծում եմ դիսբալանս կլինի աշխարհում, եթե բոլորը լինեն այսպես կամ բոլորը լինեն այնպես։ Մարդը պիտի ներսից ուզի ցանկություն ունենա փոփոխությունների, ես շատ եմ հանդիպում այդպիսի մարդկանց, հատկապես Երևանից դուրս, որոնք բավարարվում են իրենց կյանքով, ճակատագրով եւ այլն։ Իհարկե կարող են իրենք երջանիկ լինեն այդ տարբերակով, բայց մենք շատ ենք լսում մասնագետների կարծիքը, որ ասում են, որ ամբողջ աշխարհում սպառողական հասարակությունը նյութական մեծացել է այնքան շատ, որ ավելի շատ է ձեր ասած դիսբալանսը հակառակ ուղղությամբ է։ Սպառողական մարդիկ խնդիր չունենք, մի քիչ գոնե մի քանիսին բերել այս կողմ։ Դրա համար լուսաբանում ենք, դրա համար կա քոուչինգի շաբաթ եւ որակավորված արդեն մասնագետներ, որոնք պատրաստ են օգնել այն մարդկանց, ովքեր ուզում են։ Դե բայց նենց անենք, որ ուզեն։ Այո, նենց անենք, որ ուզեն, հասկանան, որ այս կյանքում հնարավորությունները անսպառ են, ցանկությունները նույնպես չի կարելի, այսպես ասած, մի անգամ ծնվել եւ ճակատագրին միշտ մեղադրելով ասել, որ դե հիմա ունենք այն, այո, այն ինչ ունենք, շատերը լսում ես դե ծնվել ենք այսպիսի երկրում, շատ երիտասարդներ այսպիսի ընտանիքում, այո, բողոքենք, իդեպ այդ բոլորն են մեղավոր, բացի իրենցից։ Այ քոուչինգը շատ լավ գործիք է, այսպես գիտեք, լուսացույցի կամ պրոժեկտորի պես, այսպես լույս գցել եւ մարդը հասկանա, որ իր մտածողությունից դուրս նայի խնդրին, ոչ թե այսպես միայն, այլ մի քիչ ավելի լայն, վերևից, աչից։ Դա մեքենա վարել չի, որ մեն արժևին նայ, կողքերն էլ նայ, կա չտա մեքենա։ Դե մեքենա վարելուց էլ պիտի աչուց չէ, հայաստանյան իրական։ Մեզ մոտ ասել վարորդական իրավունք ստանալուց ասել են միայն արժևին։ Հայրիները պետք չէ, ինչի՞ համար են այդ հայրիները պետք։ Իդեպ մի լավ միտաֆորա կա, դուք լսած կլինեք, տեսած, որ ձիերին աչքերը կողքերից փակում են, ու այդ հատուկ է արվում, որպեսզի իրենք այո, որովհետև իրենց աչքերը այնպես են տեղակայված, որ իրանք տեսնում են ավելի
ավելի լայն Այո։ ռադիուսով Որ չխանգարի, որ չխանգարի, չվախենա 360 աստիճան այո տեսախցիկ։ հա ու չգցի իր վրայի հատուկ ականջներին գործվածքով ինչ որ բաներ են Այո։ հագցում, որպեսզի ճանճերը չխանգարեն եւ նրանք կարողանան իրենց Խոսուր։ արժեվ առաջադրանքը Այո։ կատարել։ Ես շատ բան գիտեմ։ հա իսկ coaching-ում Իսկ Իսկ coaching-ում ճիշտ հակառակն է։ Մենք օգնում ենք, որպեսզի մարդիկ այդ իրենց աչկակալները հանեն եւ ավելի լայն նայեն։ Ինձ ասեք տարիքային որ սանդղակն է դες մոտ գործում եւ ինչ մասնագիտության տեր մարդիկ են գալիս այդ ամենը ուսումնասիրելու։ Ահա գիտակից, այսինքն Կրթված։ եւ բացի դրանից տարիքային երեխաներին շատ դեռահասներին այդքան էլ ցուցված չի, ցանկալի է որ մարդը լինի 16, 18 բուխ պետք է ավարտած լինի։ Չէ, պարտադիր չի, կարող է բուխ կազմակերպված լինի իր Կազմակերպված ցանկությունների ու մտքերի գիտակցությունը առումով։ ավելի, այսպես ասած, կայուն լինի, հեղուկ չլինի, իսկ մասնագիտությունների առումով քոուչերը աշխատում են այս աշխարհում եղած բոլոր մասնագետների հետ։ Ինձ ուրիշ բան է հետաքրքրում, մարդը եկել է անի ձեզ մոտ, հոկեբան քոուչի մոտ է եկել, եւ ասում ես ոչինչ չգիտեմ, ես չգիտեմ, հասկանում եք, որ կորել է։ Այս իրականությունում իրեն չի կարողանում գտնել։ Ինչպես եք փորձում նախ եւ առաջ հասկանալ խնդիրները մարդու, հա, ինչ խնդիրներ ունի եւ որոնք են առաջին քայլերը, որպեսզի վստահության շեմը բարձրանա, ցես մոտ ավելի անմիջական ստացվի եւ արդյունքը լինի տեսանելի ու ցանկալի։ Նախ մի բան է, եթե գալիս է հոկեբանի մոտ եւ ընդհանրապես այլ բան է, եթե ինքը դիմել է ինձ Ես որպես օրինակ coach։ ընտրելուց կընտրեմ հոկեբան քոուչի, որ երկուսը մեկում լինի։ Երկուսը մեկում չի կարող լինի։ Լավ, Մի խնդիրը, գնացինք մի coach-ի խնդիրը, ուրեմն։ եթե coach, ապա մենք գնում ենք հենց հիմա այստեղ եւ դեպի առաջ։ Հա, հոկեբանը փորփրում է մանկական տրավմաները, բայց ճիշտ է, որ անդադար գցենք ամեն ինչ այդ մանկական տրավմաների վրա։ Պարտադիր չի մանկական տրավմաների վրա, բայց հոկեբանը այո, սկզբից անցյալի հետ է աշխատում։ Իսկ coach-ը աշխատում է հիմա այստեղ եւ գնում ենք ապագա։ Արդյոք մեզ մոտ Հայաստանում հետաքրքրված են մարդիկ արդեն, որովհետև նոր է համեմատաբար եւ մինչեւ հոկեբաններին ընկալեցինք եւ հասկացանք, որ առավոտյան սուրճի բամբասանքի շուրջը եւ հոկեբանի մոտ այցելությունը տարբեր բաներ են արդյունավետության տեսանկյունից, թեպետ հոկեբաններն էլ են պնդում, որ չափավ որ բամբասանքը լավ բան է, բայց այդուհանդերձ հիմա ուզում եմ հասկանալ արդյոք քոուչինգի սկսել են արդեն դիմել մեզ մոտ։ Կամա թե ակամա շատերը դիմում են եւ գիտակցաբար միտումնաբար նույնպես դիմում են։ Ինչ առումով մարդիկ ունեն իրենց մենտորները, մարդիկ ունեն ուսումնական հաստատության մեջ իրենց վարպետ ավակ ընկերներին, ում հետ նույնպես գնում են առաջ իրենց նպատակները դեպի։ Իսկ քոուչի հետ գուցե հենց առանձին աշխատանքներ է տարվում եւ դեպի էլի նպատակները, լինի դա բիզնեսում լինի թե իր կյանքի դրա համար քոուչի տարբեր որակավորումներ կային life coach, business coach, coach այո։ Բայց մենք օրինակներ ունենք արդեն, որ մեզ փաստացի կազմակերպություններ են դիմում։ Արդեն մենք ոմանք մեզանից արդեն աշխատում են որոշ կազմակերպություններ, որպես արտաքին coach, այսինքն մենք ներսի աշխատակից չենք, մեզ հրավիրում են եւ մենք գնում ենք շատ հաճախ աշխատում ենք միջին օղակի ղեկավարների հետ կամ ղեկավար օղակների հետ, որպեսզի վերևից այդ coaching մտածողությունը մարդկանց մոտ ձևավորվի եւ այդ leadership-ը հիմա շատ է փոխվել։ Ես ճիշտ ասած ուզում եմ ասել, պիտի ղեկավարներից սկսեք։ Եթե ներսում ինչ որ բան են չի, ապա գլխից պետք է սկսել փոփոխությունները, որպեսզի ներսում արդեն այո, այդ դիկտատուրայի դարաշրջանը անցել է, հիմա լիդերությունը ավելի շատ լսելու մասին է, իսկական առաջնորդը պիտի ավելի շատ լսի, քան խոսի, ինչպես եղել է Արցան։ Չեք ասում, մենք միայն խոսենք։ Մեզ մոտորական 3 միլիոն նախարար է արտանում քանից։ Շատ բարդ է։ 3 միլիոն ղեկավար է արտանում, դուք էլ փորձում եք էլ ավելի ուժեղացնել, ուսի այն մարդ իրեն զգա։ Չէ, արդեն այլ ինքն նախարար չի արտանա։ Չէ, գիտեք, եթե մարդը իրեն ճանաչի եւ մի քիչ ավելի խորը նայի, շատ հաճախ կարող է այլևս չուզի լինել առաջնորդ։ Բայց մարդը չի գնահատում ռեալ իր ուժերը, դա հաշվի առեք։ Ինքնախապեյությամբ է զբաղվում։ Բայց այն առաջնորդը ով դիմում է քոուչերին եւ այս հենց բիզնես ծրագրերը, որոնք իրագործում են, անգամ բանկերում, դուք զգալի տարբերություն կզգաք։ Եթե առաջ որոշ բանկեր կան ու դուք ներս եք մտնում, հենց սկսած այդ ձեր ասած սուրճից, օրը սկսում է երկար սուրճով, այսպես են պատասխանում, այնպես են պատասխանում,
ու նույն տարբերությամբ կարող եք տեսնել այն բանկերը, որտեղ որ աշխատել են քոուչերը արդեն։ Այսինքն քոուչերի աշխատանքի շնորհիվ մենք նաև սպասարկման որակի բարելավում ենք նկատում, հա, ճիշտ եմ հասկանում։ Այո, միանշանակ կատարողականն է բարձրանում, հաղորդակցման հմտություններն են լավանում եւ շատ կարեւոր մի բան, թիմային աշխատանքն է։ Կռահեցի։ Հա, ես ուզում եի ասել, թիմային աշխատանքն է բարելավում, որովհետեւ մարդիկ հասկանում են արժեքը, ինչի համար են աշխատում։ Շատ հաճախ գիտեք ինչպես է լինում, երբ որ քոուչին վարձում են եւ նա աշխատում է, նույնիսկ Միացյալ Նահանգներում կա այդպիսի պրակտիկա, որ քոուչը կարող է տեղեկացնել, որ գիտեք, կարող է մի քանի ամիս աշխատելուց հետո, երբ մարդը իրեն շատ ավելի լավ իմանա, իր արժեքները իմանա, կարող է դուրս գա։ Դուք պատրաստ եք դրան, որովհետեւ դուք կարող եք կադր կորցնել։ Իհարկե դա պարտադիր պայման չէ, բայց ինքնաճանաչումը շատ մեծ փոփոխություններ է բերում եւ միգուցե կազմակերպության համար է շատ լավ որ աշխատակիցը գնա, որովհետեւ ինքը իր տեղում չէր։ Եվ երբեմն երբ որ աշխատում ենք միջին օղակի ղեկավարների հետ, շատ արագ իրենք հասկանում են, որ իրենց նշանակումները սխալ են եղել։ Օրինակ ինտրովերտ մարդուն նստածրել են սպասարկման բաժնում եւ բողոքում են եւ իրանից ինչ որ բարձր կատարողական են ուզում։ Իսկ մարդուն հնարավոր է փոխել այդ համատեքստում։ Հմտությունները Հմտությունները այո, բայց եթե ասում եք ինտրովերտին դարձնել էքստրովերտ, Դե չէ, էլի դա չէ։ Չէ։ Չլինի։ Եթե նա ուզում է մի քիչ իր մեջ ինտրովերտ է եւ զգում է որ շփման մեջ խնդիր ունի։ Եթե չի ուզում, իհարկե ոչ։ Ինձ նաև եւս մեկ բան է հետաքրքիր, երբ ղեկավար անձիկ այդ թիմային մտածողություն այդքան էլ չունեն եւ վախենում են ավելի ակտիվ եւ ավելի պայծառ կերպարների ներգրավել աշխատանքի մեջ, մտածելով, որ իրենցից ուժեղ կլինեն եւ հետեւաբար ստացվում է միջին վիճակագրական տվյալներով աշխատանքային թիմ, որը չի կարողանում գնալ առաջ, այստեղ բարդույթներից քոչինգի հետ աշխատանքը եւս ազատում է, չէ՞ որ դա եւս բարդույթ է, հանկարծ ինձնից ուժեղ չլինի, վայ, ու այստեղ տուժում է իր բիզնեսը, որովհետեւ չի գիտակցում, որ ինքը իրեն է վնասում այս բարակայում։ Այստեղ նաև էմոցիոնալ ինտելեկտի հետ աշխատանքն է առաջնայինը։ Հասանք դրան։ Այո, եւ ղեկավարը գիտեք, երբ որ ինքը ռեֆլեքսիա է անում, մի հատ ինքնանդրադարձ է անում, լավ բառ ունենք հայերենում, այսինքն մի հատ ինքն իրեն անդրադառնում է եւ հասկանում է։ Շատ հաճախ անգիտակցաբար են դա անում, բայց երբ որ գիտակցում է, որ օրինակ ձեր ասած վառ կերպարի գործունեությունը այս կարծես թե կխանգարի իրեն, բայց միևնույն ժամանակ այդ օրինակ տվյալ անձը շատ ուժեղ վաճառքի մասնագետ է եւ իրենց արտադրությունը Դա կապ չունի, միևնույնն է, կազատվի, ղեկավարը նման։ Եթե ինքը եկել է այն գիտակցության, որ իրեն իր ծանոթին։ Եթե խոսքը այն հին մտածողության մարդկանց մասին է, այո, բայց եթե ինքը այնքան գիտակից է, որ եկել է օգնող մասնագետի դիմել է աշխատելու նրա հետ, այդ նշանակում է իր մեջ արդեն այդ տրանսֆորմացիայի ճանապարհը սկսվել է եւ իրեն պետք է մեկը, ով կօգնի իրեն կողքից նայել, կոպիտ ասած հայլու մեջ նայել։ Ես շատ հույս ունեմ, որ մասնավոր ընկերությունների ղեկավարները հիմա լսում էր զրույցը կվերլուծեն իրենց նշանակումները, կփորձեն հասկանալ ինչն են անում ճիշտ կամ սխալ։ Live coaching-ի մասով էլ ուզում եմ հարց տալ, արդյոք live coaching-ը օգնում է նաեւ կարգավորել հարաբերությունները թե ընկերների, թե գործընկերների, թե սիրելի էակի հետ եւ նաեւ բարձրացնում ինքնագնահատականը, եթե այն չափից ցածր է։ Երկրորդ սերիան էլ գումարեմ հարցի ու պատասխանեք, էլի։ Երկուսիդ ենք ուղում հարցը։ Տանը coaching օգնում է ընտանիքում։ Թե խանգարում է ձեզ։ Շատ կարևոր է։ Ես այդ երկրորդից սկսեմ։ Իհարկե։ Մեր տրեյները Օլգան Բատում շատ հետաքրքիր կին, ով եկել էր Հայաստանում Ericsson Coaching International-ի շրջանակներում մեզ սովորեցնելու coaching-ի մասին, հենց սկզբում ասեց. «Խնդրում եմ, թող ձեր հաճախորդները չլինեն ձեր տան անդամներ»։ Այսինքն սկզբում ձեր պրակտիկան, որովհետև գիտեք ինչու, որովհետև տանը ես մայրիկ եմ, տանը ես կին եմ եւ ինձ coach-ի դերում միևնույնն է իմ ընտանիքի անդամները չեն պատկերացնում կամ չեն էլ ուզում պատկերացնեն, ես էլ չեմ էլ ուզում այդպեսին ինձ դրսևորեմ, շատ ավելի լավ է աշխատել անծանոթ մարդկանց։ Հարևանները մեկ-մեկ գալիս են խորհրդի
եթե հարևան Սուրճ այսպես, խմելու, բայց դե։ մենք էլ Սիրալի ասում ենք, որ խորհուրդ չենք տալիս քոուչերով, այդ դեպքում ավելավ է, չէ, ուղղակի քոուչերը ընդհանրապես խորհուրդ չպիտի տան։ Իրենք պետք է տան հարցեր, որպեսզի մարդիկ իրենք գան իրենց պատասխանեն։ Եթե խորհուրդ, ապա խորհրդականի, ապա ինչ որ մենթորի։ Դուք ոնց եք անում, ասական ինչ։ Ձեզ խանգարում եք անկում նաև այստեղ վերջից գանք էլի։ Չէ, դե տանը չենք օգտագործում, խորհուրդը իհարկե չենք տալիս, ինչպես հոգեբանները խորհուրդ չեն տալիս, եւ հոգեբանները նույնպես ծանոթների չեն ընդունում։ եւ հոգեբանները եւ քոուչերը, ինչպես նշեցի, քոուչինգը ԽՑԲ չի աշխատում։ Ոչ։ Մեզ ավելի շատ մաքուր թուղթ է պետք, քան այո, որովհետեւ երբ որ դու մարդին Չէ, գիտեք, հետո այդ էմոցիաները մարդուն ճանաչում ես, հիմա քո երեխայի հետ քիչ ուրիշ է։ եւ բացի դրանից, առանց համաձայնության մարդու հետ մենք չենք գնում իր հետ այդ գործընթացի, հա։ Այսինքն պարտադիր պիտի որպեսզի հետո խնդիրներ պայմանագիր պետք է լինի, այսպես ասած։ Մարդը պետք է ուզենա եւ նաեւ վճարողանակ լինի։ Ամբողջ խնդիրը այն է, որ պիտի ուզենա։ Խնդրեմ համեցեք, Պաստեպողաբարը չի լինի։ մեր դեմոսեսիայի, որը մայիսի 13-ին է։ Դեմոն այդ բոնուսն է, ավճար։ Այո, Գիտեք, ահա բան էիք ավելացնում, խնդրեմ։ Մեկ կծանոթանաք եւ կսիրեք ինչպես սուրճը։ Ինչ խառնվածքի տեր պիտի լինի քոուչինգը, որ հաջողի նախ եւ առաջ, որովհետեւ այստեղ մարդկային որակներ են շատ կարեւոր։ Էստեր Մխիթարյանը հարցնում է ինչ է նշանակում քոուչինգ։ Իրար միացնենք հարցը։ Էստեր ուշ եք միացել մեր զրույցը։ Էստեր ջան, չէ, լսում եք, ասում եք եկեք սրճենք իրար այդ բան։ Դե այսպես ասենք, որպեսի Այո, Դա ամենապարզ մատչելի լեզվով։ Այո, քոուչինգը, եթե այսպես ասենք, դա մի գործիք է, մենք վերջերս քննարկում ենք, կամ մեթոդ, որը օգնում է անձին զարգանալ, վերափոխվել, ինքնաբացահայտվել, հասկանալ ցանկությունները, նպատակներ դնել, ճիշտ այսպես ճիշտ նպատակադրում անել եւ դա անձի զարգացման մի շատ կարեւոր գործիք է, որը նաեւ ոչ միայն անձնական կյանքում է ձեր նախորդ հարցի պատասխան, ոչ միայն անձնական, նաեւ մասնագիտական կյանքում, բայց անձնական կյանքում, որ ասացի, կարծոք օգնում է հարաբերական, իհարկե օգնում է, շատ է օգնում, որովհետեւ անձնական փորձից ասեմ, ես հիմա աշխատում եմ Spring Health, ամերիկյան մտավոր առողջության հարթակում on-line, բայց աշխատում եմ տարբեր ընկերությունների, ինչպիսին է Microsoft, Pfizer, Qualcomm եւ այլն շատ մեծ ընկերություններ, որոնք Եվրոպա տարածաշրջանում են տալիս իրենց ոնց են ապահովագրական փաթեթ տալիս, չէ, հասել են այն մակարդակի մարդիկ քաղաքակիրթ երկրներում, որ նաեւ բացի ֆիզիկական առողջությունից նաեւ տալիս են մտավոր առողջության համար Շատ GPT-ն այստեղ հանգստանում։ բան փաթեթ բոնուս benefit են կոչում եւ այդ մարդիկ պատկերացնում եք գալիս են սեսիայի իրենց աշխատանքի ընթացքում իրենց տրվում է տարվա աշխատանքի ընթացքում իրենց ղեկավարությունը մտածում է որ քոուչինգը այն գործիքներից մեկն է բացի հոգեթերապիայից եւ հոգեբանությունից որը շատ տարածված է այնտեղ միգուցե մարդը հոգեբանի կարիք չունի այսինքն աշխատակազմը չի բամբասում աշխատակազմը եթե ունի խնդիր այ որ ասում եք մարդը չբամբասի ինչ ես ասում բամբասել չէ գիտեք ի տարբերություն բամբասանքի քոուչինգն էլ է զրույց Այսինքն կառուցողական եւ ստեղծարար զրույց է։ Այսինքն մենք ոչ թե քննարկումից նայելու, ակնճահաճով տեսնելու, քեզ բացահայտելու, քեզ բացահայտելու հետո եթե ձեզ դուք գալիս եք ինչ որ հարցով եւ քոուչը ձեզ տալիս է թիրախային հարցեր լսում է ձեզ քոուչի ամենակարևոր գործիքը դա լսելն է լսում ենք ուղղակի եւ գիտեք ներկա ենք լինում կոնկուրենտներ եք հոգեբաններ եւ քոուչներ չէ մենք իրար փոխ լրացնում ենք ես կասեի եւ ոնց եք կիսում հետո ամեն օրինակ շատ հաճախ լինում է հաճախորդը եկել է խոսում ենք եւ լսում ենք այսպես զանգակներ որոնք հասկանում ենք, որ դա քոուչինգի տիրույթում չէ, եւ մենք քանի որ էթիկայի կանոններին խստագույնս հետևում ենք, լինելով նաեւ ICF-ի կողքի դուրը մենք շատ այսպես սահուն կերպով ասում ենք, որ գիտեք, այսինչ պատճառներով մենք կարծում ենք, որ լավ կլինի, որ դուք աշխատեք հոգեբանի հետ եւ հետո մենք կվերադառնանք եւ կհամագործակցենք։ Ես շատ հաճախ լինում է այդպես, որ գնում են, աշխատում են, անցյալի հարցեր լուծում են, եւ վերադառնում են հետ, ասում են, ես անցյալի ազատվել եմ, ես հիմա այստեղ եմ եւ ուզում եմ
ապագայում նորություն։ Այո։ Դու ուզում ես ազատվել անցյալից։ Ես ազատվել եմ անցյալից, եթե քեզ դա հետաքրքիր է։ Այո, ես շատ երկար ու ձիգ թերապիաներ եմ անցել, միջայլոց բավականին բարդ փուլեր եմ անցել։ Եվ այո, իմ ներսում ամբողջությամբ լայն տարածություն է եւ ես ազատ ու հանգիստ շնչում եմ։ Ֆայլերը ջնջել Պատրաստ եք նոր Չէ, բալի տեղ չեմ դնում այդ ֆայլերին, չկան նրանք, արդեն չեն գոյություն չունեն։ կենտրոնանում անցյալի վրա։ Ֆորմատ եմ արել, այո։ Շամոտ անունով օգտատերը գրում է ողջույն, շնորհակալություն մեր ամեն օրը սիրով ու սուրճով լցնելու համար։ Այսօր մոլորակի օրվան համահուն շատ կարևոր է, որ մաքուր պահենք մեր միտքը, մաքուր մտքով մարդն արևի պես լույս է տալիս, իսկ արևը ստվերներ չի տեսնում։ Հա, այստեղ գրում է մի խոսքով իր ընկերության մասին է խոսում։ Շամոտ օգտատիրոջ անունը ինձ է։ Շամոտ գիտարվեստանոցի բարեկամ դեպի բարձուն կրթական շարժման պատանիները հենց հիմա լուսավորում ու մաքրում են մեր երկիրը 1000 պարկ աղբ 35 համայնքից։ Եվ մենք շնորհակալություն ենք իսկապես հայտնում ձեզ։ Շատ լավ բան է ասում մաքուր պահել մտքերը, բայց մենք մի հարցել ենք բաց թողել, ինչպիսի խառնված պիտի ունենա քոուչը, որ հաջողի։ Անսահման համբերատար, չէ՞։ Տեղավորվում եմ։ Գիտեք, ամենակարևորը քոուչի մասով, որ ես կարծում եմ, որ բացի այն, որ ինքը պետք է լինի պրոֆեսիոնալ եւ անցած լինի իսկապես ունենա կրթություն, ոչ թե այն ինչ որ հիմա ինտերնետում շատ արագ տրվում է, կարծում եմ, որ քոուչը պետք է լինի ապրումակցող։ Էմպաթիայով լի, որովհետև միայն այդ դեպքում է, երբ որ մարդը ունակ է լսելու, հասկանալու։ Հիմա տեսեք, ես ունեմ խնդիր, դուք ինձ ասեք, վայ, ինչ մեղք է, ինչ լավ է։ Այդ դրա մասին չի խոսքը։ Որ ես գիտեք, ոչ թե ձեզ խղճահարություն կարեկցանքի մասին է, այլ ձեզ իրոք լսի, հասկանա եւ փորձի հարցի օգնությամբ ձեզ օգուտ տալ։ Նույնիսկ սեփական ծնողը լսեց չհասկացավ։ Ապրեք, այսինքն ինչ է ստացվում, որովհետեւ մեր շրջապատում ձեր ընկերները, ձեր հարևանները եւ ընտանիքի անդամները ավելի շատ խորհուրդ են տալիս եւ խոսում են, քան լսում են։ Իսկ մեզ պետք են մարդիկ, որոնք կլռեն եւ պարզապես կլսեն։ Դու նյարդայնանում ես, չէ՞, երբ օրինակ ասում եմ մեր հարևանի քերին խմել էր այս ինչ դեղը նրան օգնեց, դու էլ խմի կանցնի, նյարդայնանում ես, չէ՞։ Դրա ոչ չէ։ Դա սխալիկնա բուժում է։ Ուզում եմ ասեմ նույն կարծես օրինակը լինի եւ պետք է դիմել մասնագետներին այս բարակայում, շատ կարեւոր է։ Այո, մասնագետները նաև ասում են, սա ձեզ եմ ասում հարգելի ռադիոլսողներ, որ պետք է նաև շատ զգույշ լինեք ապրումակցող մարդկանցից, որովհետև նրանց չի կարելի նյարդայնացնել, նրանք ձեր ամեն մի գաղտնիքը գիտեն եւ երբ դուք նրանց նյարդայնացնեք, նրանք կզայրանան։ Զգուշության մասին խոսեցիր, Լուսինե, ասեմ, որ իհարկե ոլորտում շատ պետք է զգույշ լինել ընտրելու համար քոուչինգ մասնագիտությունը, որովհետև ամենուր են խափեբաները։ Ես դեռ չեմ դարել անդամ ICF ֆեդերացիայի քոուչի, գնում եմ այդ քայլերով, ուսումնասիրեք։ Այնտեղ կոմպետենցիաները հենց այդ հարցերին, որ նոր պատասխանեցինք, տանում են դեպի այդտեղ։ Այո։ Եվս, ահա, խնդրեմ։ Եվ մի փոքր ավելացնի գուցե Նատալին։ Այո, Անին մեր քոուչինգային համայնքից է եւ շատ ակտիվ մշտապես մեզ հետ է, բայց մենք ունենք համայնք, նաեւ ունենք ֆեդերացիա, որտեղ մարդիկ արդեն անդամակցում են եւ մեզ չէ, հենց ICF Global կազմակերպությանը մեր մասնաճյուղին, բայց մենք ունենք Global-ի մեջ Հայաստանը նույնպես բազմաթիվ երկրների շարքում է եւ այնտեղ է, որ մարդիկ պիտի անցնեն այդ հավաստագրման ճանապարհը, որը բավականին երկար է, կրթություն է պահանջում, ժամանակ է, շատ կարևոր է։ Տեսնում եմ պատին փակցված, ասում եմ, կարելի է վստահել թե ոչ։ Այ եթե տեսնի այդ 3 տարերը, այսինքն արդեն ինքը կարող է հասկանալ, որ խոսքը գնում է ոսկե ստանդարտների մասին։ Թե չէ, ով հասնի, ասում է ես քոուչ եմ։ Մենք արդեն անգիր գիտենք ով է քոուչ։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք, այսպես ասած օրերը, մայիսի 11-ից 17-ը, բայց Հայաստանում նշում ենք մայիսի 13-ին, ժամը 4-ից 8-ը այգի բիզնես կենտրոնում։ Եթե հետաքրքրեց, կարող եք գնալ, հարցեր տալ եւ նաեւ խորհրդատվություն ստանալ։ Ինչու՞ ոչ, շնորհակալ ենք ձեզ այս աշխարհը մեզ համար բացահայտելու համար, մեր ռադիոլեսողներին հետաքրքրեց, հարցերից հասկացանք։ Այո, եւ ուզում ենք հիշեցնել ում հետ ենք մենք զրուցում քոուչինգի միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղի ACC միջազգային որակավորված քոուչ, էմոցիոնալ ինտելեկտի դասընթացավար Նատալիա Ավակյաններ, իր խորհուրդներով մեր կողքին եւ հոկեբան քոուչ Անի Սիմոնյանը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն։
Ես մենք շարունակենք։ Շարունակենք, այո։ Ակտիվ ռիթմերով։ Գնացինք։ Dale a tu cuerpo alegría, Macarena, 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 Macarena. Que tu cuerpo es para darle alegría y cosas buenas, cosas buenas, cosas buenas, cosas buenas, cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena. Ela, 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 When I dance, they call me Macarena, and the boys they say que soy buena. They all want me, they can't have me, so they all come and dance beside me. Move with me, chant with me, and if you're good, I'll take you home with me. Dale a tu cuerpo alegría, Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena, Macarena. Tam, 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 tam. Now don't you worry about my boyfriend, the boy whose name is Vitorino. I don't want him, couldn't stand him. He was no good, so I now come on, what was I supposed to do? He was out of town and his two friends were so fine. Dale a tu cuerpo alegría, Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena, Macarena. Dale a tu cuerpo alegría, Macarena, que tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena. Dale a tu cuerpo alegría, Macarena, tu cuerpo es para darle alegría y cosas buenas. Dale a tu cuerpo alegría, Macarena. Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 րոպե մենք հասցրեցինք լուսանկարվել, ճանապարհել մեր հյուրերին եւ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս եւ բնականաբար պատրաստ ենք շարունակել, ասեմ որ այսքանով չեն ավարտվում մեր հյուրասրահի դռները դեռ բաց են, փակվեցին, կրկին բացվեցին եւ ներկայացնենք իհարկե մեր հաջորդ հյուրին, այո դուք լսում եք շխշխկոցներ, իդեպ այդ շխշխկոցները հաղթանակի շխշխկոցներ են, ահա, կարծես թե մեր հյուրը պատրաստ է, Այո, նրանք
մեծ խմբով, թիմով վերջերս է վերադարձել Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքից, որտեղ կայացել է բաց ազգային խոհարարական մրցույթ Բուդվա 2026-ը եւ առանձին մրցութային գոտիներում խոհարարները պատրաստել եւ ներկայացրել են իրենց աշխատանքները եւ բնականաբար հաղթանակներով են վերադարձել։ Մենք ուզում ենք ողջունել խմբի ղեկավար Քաղցր ծաղիկների աշխարհ ասոցիացիայի հիմնադիր խոհարար Ռուշակագործ Իսկուհի Համբարձումյան ասում են բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Իսկույն հաստրեց իր մի քանի կիլոգրամանոց մեդալները այսպես հագնել։ Մի քանի կիլոգրամը տանն է, չեմ կարող կրել, որտեղ շատ ծանր է։ Թիմը մեծ է։ Այո, թիմը բաղկացած էր 5 հոգուց, այսպես ասեմ, 4 հոգին խոհարարներ էին։ Ես որպես պրոֆեսիոնալ մայստեր կլասի հրավիրված եւ հրավիրված էի ժյուրի հանձնաժողովում շտապելուց եւ մոռացել եմ իմ տիտղոսը գավաթը համացանցում բոլորը տեսել են ինչպես են ձեզ դոլզորներ դիմավորում օթանավակայանում դա Grand Prix-ն եմ մոռացել եւ ժյուրի տիտղոսը այս մեդալը ստացա գուբոկները նաեւ այո ոսկե դա ոսկե է ստար հա իրական ոսկե է նո ծածկած են լինում ոսկե ջրա հիմնականում ծածկած ես երևի այնտեղ ունեմ ոսկե ունեք Հա, իհարկե, սրանք բոլորը ոսկե ջուր են։ Ոսկե ջրած են, այո։ Անգամ մեդալներ կա, որի վրա պրոբա կա, որտեղ ոսկե ջուր են, հա։ Ինձ հետաքրքիր է խոհարարական մրցույթի ժամանակ ինչ ուտեստներ են պատրաստվել։ Եվ քանի երկրից են մասնակցում։ Հա, Երկրները շատ էին, չեմ կարող այս պահին ստույգ ասել, որտեվ ծանրաբեռնված էին Եվրոպական երկրներ էին։ Այո, բոլորը եվրոպական երկրներից էին, Հայաստանից միայն մենք էինք, եւ դա համաշխարհային կուլինարիայի վաքսի ներքո էր, վաքսի հանձնաժողովներ ժյուրի եւ դա մեզ համար մեծ պատիվ էր, որ մասնակցեցինք նմանատիպ մրցույթի, դա տեղի ունեցավ Մոնտենեգրոյում, այո, Բուդվա քաղաքում։ Եվ մեր խոհարարները հանդես եկան ազգային խոհանոցով էլ, որտեղ մսային կերակրատեսակ։ Հա, հատուկ եմ հարցնում։ Ինչով եք զարմացրել, այ։ Օրինակ ավելուկով կերակրատեսակ կար, որ շատ համեղծ պատրաստեց մեր խոհարարներից մեկը Գայանե Գարանյանը, շատ համով կերակրատեսակ էր պատրաստել Սպարտակը, կհասցնի ինքը գա։ Սպարտակը ճանապարհն է խցանման մեջ, ողջունենք։ Այսպես եւ Սերո Փարաքելյանը, Անդրանիկ Գրիգորյանը, կարելի ասել, որ եւ դեսերտով եւ միս, ձուկ ուտեստներից փորձեցիք, հասցրեցիք համտեսել, որովհետեւ նրանց կերակուրներ մեծ մասը մսային են եւ բավականին երկարատև աշխատանք են կատարում այդ մսի շատ համեղ էր, այնքան շատ տեսականի կար, որ չենք հասցնում փորձել։ Մոնտենեգրոյի ազգային խոհանոցը մսային է, ավելի շատ։ Իսկ կծու է, թե չէ։ Խառը տարբեր ու շատ խառը կա, ասեմ ձեզ, որ շատ համեղ է տեսականին, այնքան շատ տեսականի կա, այո, տարբեր տեսակի, քեբաբներ ունեն իրանք, պուջուրիկներ, բայց կոտլետային տեսքով էլ ուտում ես, քեբաբ ոնց որ լինի։ Միջայլոց իրենք ուտեստներ ունեն մսային, բերում են շատ համեղ է, բայց երբ իմանում ես ինչպես է պատրաստվում, կարող է այդ ուտեստին հասնելու համար օրեր նույնիսկ պետք լինեն։ Չենք խոսում պրշուտի մասին, որ բոլորը գիտեն պրոշուտը իտալական է, բայց դա եկել է հենց Չեռնագորիայից։ Պրշուտը տեղական պրշուտ փորձեցիք։ Չէ, չենք հասցրել, մեկ գիտեք ոնց նրանք գնացել են մեդալներ։ Եթե մենք, հա, նախ շատ հյուրասեր ազգ են։ Շատ, մեր նման են, ասենք։ Այո, առաջի անգամ մենք Խորվաթիայում ենք այդպես հյուրընկալվել 2023 թվականին, այս անգամ եւ մեր հյուրանոցի հարցերը եւ մեր նախաճաշը եւ ճաշը եւ ընթրիքը կարելի ասել այնպես էր կազմակերպված, որ մասնակիցները ինձ հետ միասին հարգվեցին եւ այո առաջի օրը բացման օրը եւ երգ եւ պար մեր տղաներից մեկը Սերո Փարաքելյանը երգում է ես ասել էի անցած անգամ որ տաղավարում երգի բայց ամաչել էր շատ հավանեցին բոլորի համար Իսկ ինչպես է հաջողվում այ
հաջողությունները։ Մասնակցել նմանատիպ հեղինակավոր միջազգային խոհարարական փառատոններ։ Ասեմ ձեզ, քանի որ ես այդ ոլորտում եմ 2013 թվականից եւ իմ ճանաչումը Մեծ է։ այսպես Այսինքն ասեմ, դիմում են ձեզ, դուք հավաքում եք խումբը։ Հա, ունեմ էլեկտրոնային հասցե, որտեղ արդեն որպես աշխարհահռչակ լավագույն մաստերներից մեկը, նրանք արդեն Grand Prix-ից հետո 2024 թվականին երբ Grand Prix ստացա եւ իմ թիմը 12 հաղթանակով ինձ ընդգրկեցին վաքսի անձնակազմում եւ հրավիրում են մաստեր կլասների բավականին աշխատանքներ պետք է կատարվի, որը ֆինանսով մենք չենք կարողանում տեղավորվենք Ես գիտեմ, որ սեփական միջոցներով եք մեկնում։ Այո, սեփական միջոցներով։ Իսկ այ ինչ է տալիս հաղթանակը նման մրցույթը։ Բոլորը ծափարեցին, հայրենիքի անունը, նվերներ անում են գազམ་ակերպության կողմից, գավաթ ստանալ 3 գավաթով ենք եկել Սերոբ Հարաքելյանը, Սպարտակ Նազարյանը, ես, ով վաքսի բանում չեր եղել, սերտիֆիկացիա, որ կհանդիսանա հետո ժյուրի հանձնաժողովում, Սերոբ Հարաքելյանը եւ Սպարտակ Նազարյանը այս անգամ անցան ստաժոր, սովորում են, արդեն պետք է սովորես 4 անգամ ստաժոր։ Ընդգրկվեն ժյուրի կազմում հետագայում։ Արդեն ընդգրկվել են, բայց դեռ ստաժոր են 4 եվրոպական մասնակցություններից հետո, որը կլինի վաքսի ներքո, վաքսին ինքը համաշխարհային կուլինարիայի լոագաթիպն է, որ կարճ անվանում ունի վաքս։ Մենք հիմա բայց չէ որ այդ մրցանակները եւ այս մեդալները նաեւ խոհարարին տալիս են ավելի բարձր հարթություն, որակավորում ի վերջո երբ դու այդքան մրցանակներ ունես, հարկի ես դառնում եւ ավելի ցանկալի խոհարար ես պարագայում։ Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետությունում քանի որ չկան շատ գրեթե չկան միջազգային խոհարարական մրցույթներ, այդ պատճառով մեր խոհարարները ինչ որ չափ նաև տուժում են։ Գիտեք ինչու պետք է ազգային մրցույթներ, միջազգայիններ արվում, բայց շատ քիչ է։ Ես ձեզ ասեմ մի բան, որ պետք է լինի համագործակցություն, պետք է հարգեն մեկ կազմակերպությունը, մյուս կազմակերպության աշխատանքները, միասնական աշխատանքներ տարվի, որպեսզի մենք կարողանանք դուրս գանք։ Ուզում ենք դուրս գանք, բայց չգիտեմ ինչ ստոպ լինում։ Չեմ կարող ասել։ Դժվար է ասել։ Ինձ էլ դա զարմացնում, ինչն է խանգարում, որոցի ստացումը պայմանավորվածություն կա, խոսում ենք, ուզում ենք եւ նորից չի ստացվում։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել եւ ինչու՞ չէ ես ամեն անգամ ասում եմ օգնող եմ, դրա հետ մեկտեղ էլ ես այսօր կարողանում եմ հաղթանակներ բերել Հայաստան։ Իմ ճանաչումը շատ մեծ է եւ իմ հարգում են ինձ դրսում իմ պրոֆեսիոնալիզմի համար եւ դրա հետ իմ աշխատասիրությունը, կազմակերպվածությունը եւ ճիշտ մտնել այն ոլորտը, որտեղ քեզ տեսնում են, հարգում են ու դու հարգված ես մնում, դա այդքան հեշտ աշխատանք չի, որ դու ինքդ քեզ վրա աշխատես, որ դու այնպես մտնես այդ շրջանը, հա, ասենք հեշտ չի, որ դու համաշխարհային կուլինարիայի ժյուրիների անձնակազմում նստես, իրենց հետ կներեք, ես ծափեր խնդրում։ Հա Ձեզ համար։ Շնորհակալ եմ։ Բոլոր, հա, անդամների համար թիմի, ովքեր հաղթանակով վերադարձել, դեպի ինչ սկզբունքով է կազմվում խոհարարական թիմը, որպեսզի մեկնեք միջազգային մրցույթին։ Տեսեք, ես առաջ տանում էի հրուշակագործության թիմ, որտեվ ինձ մոտ դա էր սկսվել եւ Խորվաթիայում երբ ցանկացան 4 խոհարարներ մասնակցել, ես ասում եմ Ժորժանի մոտ քաղցր ծաղիկների աշխարհ հրուշակագործության ասոցիացիա, ես չեմ կարող խոհարարներ տանեմ, դե քանի որ գիտեք անվանումներով չխոսեմ, կազմակերպություն կա հայտնի Հայաստանում, որ ասեցի միանանք եւ միանալը չստացվեց, ես չմերժեցի խոհարարներին, փորձեցի եւ խոհարարներին տանել եւ Խորվաթիայում կհիշեք, ինչ մեծ արդյունքով նորից եկանք ոսկիներով, ես ժյուրի հանձնաժողովում էլի հայտնվեցի եւ
հաղթանակը ինձ տվեց մեծ ուժ հավատալ ինձ, հավատալ Հայաստանի խոհարարներին, որ նրանք պայքարող են, ինձ մոտ պայքարող տեսակներն են մասնակցում։ Եվ չմոռանանք, որ զբոսաշրջիկները երբ գալիս են Հայաստան, նրանք նշում են կարևոր մի քանի կետ, որոնք հետ են կանչում մարդիկ եւ ամենակարևորը համեղ ուտեստները եւ ունենալով նման մեծ խոհանոց եւ համով ձեռք, սիրով պատրաստվող, ուղղակի ափսոս է, որպեսզի այդ ամեն ինչը չներկայացվի նաեւ միջազգային հարթակներում։ Այո, տղաները լսել էին մի այսպիսի խոսակցություն ժյուրիներից, որ ասում է, տեսնում եք, հայերը չեն կրկնվում։ Մենք եվրոպացիքս սիրում ենք կրկնվել, նմանվել, բայց իրանք առանձնահատուկ կերակուրներ սարքեցին եւ իրանց ազգային իրանց համեմունքներով, որ անցնելուց սենց էլի, ես ինչ արամատ է։ Հուսամ Սպարտակը կհասցնի գա, մենք ավարտում ենք եթերը ցավոք։ Այո, ավարտին եւ առաջիկայում ինչ մրցույթ ունեք, ել ուրեք պատրաստում։ Առաջիկայում շուտով մայիսին, հիմա ուզում ենք Սերբիա գնանք, հրավերք ունենք եւ կազմակերպելու ենք Հայաստանի Հանրապետությունում մրցույթ, ունենք, այո, եւ գաղտնիք չբացեմ, չի կարելի։ Հետո կասեք, ունենք, այո, Անգլիային հրավիրված, Ամերիկային հրավիրված։ Ճիշտ ասած, Տիգրանը շատ համեղծված է պատրաստում։ Ես էլ պատ չեմ խոհանոց։ Ես որովացել եմ պատրաստում լավ։ Ես համեղ ուտեստներ պատրաստում եմ։ Այդպես մի նայեք մեր եթերային։ Ուրեմն Լյուքսեմբուրգ ունենք նոյեմբերին, այնտեղից Գերմանիա են գնալու։ Ինչ լավ, այսպես աշխարհագրություն եք ներկայացնում։ Դե հրավերքները շատ են, տեղավորվում ենք։ Եվ հիմա առաջիկան Սերբիանա մտածում ենք, պետք է նայենք հնարավորությունը մեր կարմանն երասխոդներով էլի։ Իսկ բանը մյուսը մնում է Ամերիկան, Անգլիան, տեսնում եք։ Եվ Լյուքսեմբուրգ, Գերմանիա։ Մեզ մնում է հաջողություններ մաղթել ձեզ։ Այո։ Եվս մեկ անգամ շնորհավորել եւ հիշեցնենք, որ մենք զրուցում էինք շատ հայտնի, հա, խորհարներից մեկի հետ աշխարհահռչակ կարող ենք ասել։ Խորհար հրուշակագործ Իսկոյի Համբարձումյանի հետ, ով արդեն որրորդ անգամ է թիմով մեկնում է եւ հաղթանակներով Էստեր Մխիթարյանը մեր ռադիոլսող ասում է Իսկոյի ջան, շնորհավորում եմ ձեր մեդալները, այ մեր ռադիոլսողներն էլ շնորհավորում ենք, շնորհակալ ենք ձեզ, որ Հայաստանի անունը միշտ բարձր եք պահում։ Շնորհակալ եմ հրավերքի համար։ Խնդրեմ։ Խորհրդական հաղթական լուրից անցում կատարենք դեպի մարզական հաղթական լուր, ավարտին անպայման ուզում ենք նաեւ այս մասին խոսել, որ մենք նաեւ ունենք հաղթական լուր մարզաշխարից Մալխաս Ամոյանը կրկին նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնի տիտղոս արդեն 5-րդ անգամ եզրափակչում, այստեղ ծափարություններ հնչեցնենք, նա եզրափակչում հնչեցրեց հաղթեց վրացի Ռամաս Զոիձեին, որին հաղթել էր նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Շնորհավորում ենք եւս մեկ անգամ եւ թերևս հրաժեշտ տանք։ Հրաժեշտ տանք ձեզ հարգելի ռադիոլսողներ, այսօր շատ արագ անցավ մեր եթերը, հուսամ ձեզ համարել էր այդպես եւ իհարկե ձեզ մաղթում ենք հաջող օր, չնյարդայնացնող օր, չէ՞, լավ տրամադրություն։ Քաղցր հնչյուններով ղափամայի հրաժեշտ են տալիս ձեզ Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, մնացեք Հանրայինի հետ, ցտեսություն։ Լավ օր ձեզ։